Զբոսաշրջությունը մեր քաղաքում ինչ-որ չափով զարգացել է եւ հանդիսանում է քաղաքի եկամտաբեր ճյուղերից մեկը, սակայն զարգանալու ահագին տեղ ունի։ Եվրատաշինքը նախատեսում է քաղաքը ել ավելի հարմար դարձնել ինչպես հյուրերի, այնպես էլ բնակիչների համար։ Թեքահարտակներ, հասարակական զուգարաններ, ավտոկայանատեղիներ, զբոսաշրջիկներ բերող ավտոբուսների եւ միկրոավտոբուսների համար, այդ ավտոբուսների եւ միկրոավտոբուսների վարորդների համար հարմարավետ սպասասրահներ կամ սպասելու պայմաններ, բազմալեզու ցուցանակներով հագեցնել մեր հուշարձանները, որպեսզի մարդկանց ամեն ինչ հասկանալի լինի։ Երկարաժամկետ հեռանկարում մենք նախատեսում ենք ունենալ նաև արհեստավորած փողոց կամ արհեստավորած թաղ, որտեղ Գյումրվա վարպետները իրենց արհեստը կպանեցնեն, կզարգացնեն լրացուցիչ զբոսաշրջային հետաքրքրություն ապահովելով։ Հարգելի համաքաղաքացիներ, կոչ եմ անում մասնակցել Գյումրու ավականու արտահերթ ընտրություններին եւ քվեարկել Եվրատաշինքի օգտին, քվեաթերթիկ համար 6։ Լավագույնը տալու ենք մեր քաղաքին։ Քերծվածքակայուն, ջրադիմացկուն եւ հարվածակայուն լամինատների նշված տեսականին ձեռք բերեք իդեալ համակարգի խանութ սրահներից 1 քառակուսի մետրը սկսած ընդամենը 2450 դրամից։ Հակակոռուպցիոն կոմիտեից տեղեկացնում են, որ Գյումրիում 8 անձ ձերբակալվել է ընտրակաշառք տալու ստանալու ընտրության ժամանակ բարեգործական արգելքը խախտելու մեղադրանքներով։ Ձերբակալվածներից 3-ը տվել են խոստովանական ցուցմունքներ։ Մարտի 28-ին Դիլիջան բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի եւ մինչ հիվանդանոց կժամանային ոստիկանության ծառայողները եւս 1 հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Ոստիկանները պարզել են կրծքավանդակի հրազենային վնասվածք ստացած քաղաքացին Տավուշի մարզի բնակիչ 40-ամյա Վրեժ Թամամյանն է, իսկ մյուս վիրավորը դարձյալ Տավուշի մարզի բնակիչ 38-ամյա Արմեն Բաբինյանը։ Պարզվել է, որ կրակոցները տեղի են ունեցել Դիլիջան խոշորացված համայնքի Հաղարծին բնակավայրի Մարիա Խլեբ կոչվող չգործող հացատան տարածքում։ Մարտի 24-ին ոստիկանության Իջևանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ իրենց տանը օդաչնշի չերացանով ճակատին կրակելու հետևանքով բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երեխա։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Տավուշի մարզի բնակիչ 7-ամյա Մ է, ում հայրը հայտնել է, որ որդին նշված մարմնական վնասվածքը ստացել է նույն օրը ժամը 13:50-ի սահմաններում իր ընկերոջ Տավուշի մարզի բնակիչ 37-ամյա Սարգիսի տան բակում առալ մոդելի օդամղի չերացանից անզգուշաբար կրակոց արձակելու հետևանքով։ Մարտի 24-ին ոստիկանության կենտրոնական բաժնում տեղեկություն է ստացվել, որ Կորյունի փողոցի 6 հասցեում գործող խանութից գողացել են մեծ քանակի թանկարժեք հեռախոսներ, պարզվել է, որ նույն օրը ժամը 5:15-ի սահմաններում անհայտ անձը կոտրել է Կորյուն փողոցի 6 հասցեում գործող իրեն պատկանող Natural Mobile խանութի դռան փականը, մուտք գործել ներս, սրահի ցուցափեղկից գողացել թվով 14 հատ iPhone տեսակի բջջային հեռախոս։ Մարտի 27-ին Ծովակալ Իսակովի պողոտայում բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 40-ամյա Նորայրի վարած Nissan Murano եւ Վայոց ձորի մարզի բնակիչ 21-ամյա Անդրեի վարած FAZ 2107 մակնիշի ավտոմեքենաները։ FAZ 2107-ի ուղևոր Լոռու մարզի բնակիչ 21-ամյա Ալեքսը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Մարտի 27-ին Երևան երասխավտոճանապարհին բախվել են Արարատի մարզի բնակիչներ 45-ամյա Արթուրի վարած Սանի մակնիշի բեռնատարը, 37-ամյա Մանուկի վարած BMW X6, 31-ամյա Արսենի վարած Chevrolet Camaro եւ 32-ամյա Նազենիի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները, 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Մարտի 27-ին Լոռու մարզի բնակիչ 69-ամյա Սուրենն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Երևան-Վանաձոր ավտոճանապարհին գլխիվայր շրջվել է, ուժասներ չկան, վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։ Մարտի 27-ին Արարատի մարզի բնակիչ 34-ամյա Ալեքսանն իր վարած Volkswagen ID4 մակնիշի ավտոմեքենայով Երևանի Իսակովի պողոտայից դեպի Բաբաջանյան փողոց ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարերին, կոտրել ու վնասել մի քանի ծառ ու հայտնվել կանաչ գոտում, դժվարներ չկան։ Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի մարտի 27-ից 28-ը ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 106 դեպք, որոնցից 6-ը նախկինում կատարված, մասնավորապես տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված 28, թմրանյութի հայտնաբերման 23, խարդախության 9, մարմնական վնասվածք պատճառելու 5, ֆիզիկական ներգործության, հոգեկան ներգործության 4-ական, անձնական ունեցվածքի գողության, գույքը ոչնչացնելու 3-ական, խուլիգանության, զենք զինամթերքի առգրավման, սառը
աշխատանքի հայտնաբերման, ինքնիրավչության երկուական, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծիքի, ատելության, խտրականության, անհանդուրժողականության կամ թշնամանքի հրահրման կամ քարոզման ուղղված հրապարակային խոսքի, այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելու, հավաքանցկացնելու կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու, թմրամիջոցի մաքսանենգության, ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու եւ կանխամտածված սնանկության մեկական դեպք է բացահայտվել, հայտնաբերվել է 1 հետախուզվող կամավոր ներկայացել 4-ը, գրանցվել է զենգզինամթերքի կամավոր հանձնման 12 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 19 պատահար, 24 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։